Երեկ ներկայացրել են երգիչ Անդրեի հրապարակումը «Դստեր» Եվայի մասնակցությամբ վերջինս շնորհավորում էր դստեր ծննդյան տարեդարձը հուզիչ խոսքերով։ Այսօր ի պատասխան դրան երգչի նախկին կինը երգչուհի Անի Օհանյանը կրկին հրապարակումով է հանդես եկել։ «Շնորհավորում եմ ծնունդդ, իմ սեր Եվա, դու իմ հպարտությունն ու ուրախությունն ես, իմ լույսը, քո ծիծաղն ու ժպիտը լցնում են սիրտս երջանկությամբ։ Ցավում եմ, որ ծննդյանդ օրը շտապելով շնորհավորել ոչ ճիշտ օրը, այլ մեկ օր առաջ քեզ ամենահարազատ մարդը կարող է շահարկել քո անունը սրտիկներ ու դիտումներ հավաքելու համար։ Հաճախ մարդկանց բացակայությունը իրենց ընտրություն է, ոչ թե մեր որոշումը, ու անհիմն մեղադրանք հրապարակելու վերաբերյալ ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ մի մայր չունի այդ իրավունքը զրկել հորը երեխայի տեսակցությունից կամ զրկել երեխայի առողջության կամ կացության մասին տեղեկություններ իմանալու իրավունքից, որոնք բացակայում են արդեն բավական երկար ժամանակ։ Երեխայի նկատմամբ սերը հանրայնացնելու կարիք չունի, այն դրսևորվում է հոգատարությամբ, ուշադրությամբ, այն զգացվում է ոչ թե ցուցադրվում, ապրվում է, ոչ բարձրաձայնվում։ Իհարկե ավելի հեշտ է մեղադրել, օրինել, քան պատասխանատվություն կրել, գրել է Անի Օհանյանը։ Նշենք նաև, որ Անդրեն էլ հրապարակել էր դստեր մասնակցությամբ լուսանկարներ ու գրել. «Քեզ ազատ տեսնել ինձ չեն թողնում, բայց սիրել չեն կարող արգելել։ Ծնունդդ շնորհավոր, աղջիկս»։ Արդեն մի քանի ամիս է համացանցի քննարկման գլխավոր թեմաներից մեկը երգիչ Անդրեի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի ամուսնալուծությունն է։ Այս ամուսնալուծությունը հարթ չէր այնքանով, որ երգիչ Անդրեի նախկին կինը մի օր հանդես եկավ հրապարակումով խոստովանելով, որ ինքն իր ամուսնության ընթացքում ենթարկվել է բռնության, լռել է հանուն ընտանիքի, հանուն դստեր, սակայն եկել է մի պահ, որ այլևս չի ցանկանում լռել։ Երգչուհու այս հրապարակումը մեծ սկանդալ առաջացրեց համացանցում։ Համացանցային օգտատերերը կիսվել էին երկու մասի։ Որոշ մարդիկ չէին հավատում, որ Անդրեն կարող է դիմել բռնության, որոշ մարդիկ էլ նշում էին, որ քաջալերում են հայ կնոջը, ով խոսել է բռնության ենթարկվելու մասին։ Այս ամիսների ընթացքում երգիչ Անդրեն մի քանի անգամ դստեր Եվայի մասնակցությամբ հրապարակումներ է արել։ Այսօր փոքրիկ Եվայի ծննդյան տարեդարձն է։ Երգիչը հուզիչ հրապարակում է արել։ Այս հրապարակումից պարզ է դառնում, որ դատական պրոցեսներն այնպես են ընթանում, որ երգիչ Անդրեն չի կարողանում տեսնել իր դստերը առանց արգելքի։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Անդրեի և Անիի բաժանման մանրամասները։ Երգիչ Անդրեն դստեր մասնակցությամբ տեսանյութ է տարածել, որտեղ զետեղել է արխիվային մի շարք կադրեր։ Տեսանյութին կից երգիչը գրել է. «Աղջիկս, դու ես պատճառը, որ այսօր իմ տոնն է։ Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը, անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։ Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ»։ Հրապարակմանը կից գրել է Անդրեն, ներկայացնելով դստեր մասին տեսանյութ նրա ծննդյան առաջին օրից մինչ օրս։ Կադրերը առանց մեկնաբանության։ Երգիչ Անդրեի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի մասին հրապարակումները համացանցում չեն դադարում։ Վերջին շրջանում, սակայն, մամուլում առավել շատ հայտնվում են նրանց դստեր Եվայի մասնակցությամբ հրապարակումները, որոնք առավել շատ արվում են փոքրիկի մայրիկի Անիի կողմից։ Հերթական անգամ Անին հրապարակել է կեսգիշերին դստեր կատարումը, որն էլ չի թողել մայրիկին քնել։ Օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես էր փոքրիկ Եվան մայրիկի հետ երգում և խաղում։ Շատերն էին ապշած նրա ձայնային հիանալի տվյալներով։
Սիրունիկ նախշուն Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի և կնոջ Անի Օհանյանի բաժանման լուրերը, այնուհետև իրադարձությունների սկանդալային զարգացումներն էին։ Կայքերում տարեսկզբին բացառիկ կերպով լուրեր հայտնվեցին, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Այս նյութերից հետո ողջ համացանցն ամիսներ շարունակ քննարկում էր զույգի ամուսնալուծության թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով, խոսելով բռնության ենթարկվելու մասին։ Նախքան այս զույգերից ոչ մեկը, ոչ մյուսը չէր խոսում համացանցում ակտիվորեն տարածվող և քննարկվող իրենց ամուսնալուծության մասին լուրերին։ Նշենք, որ Անին հետևյալ գրառումն էր արել. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։ Բռնությունը չունի արդարացում։